Այսօր կուզեմ մեր Լուսինե քույրը մի երևի քանի տարի առաջ եկավ մեր եկեղեցու անդամ եղավ սիրելի քույրս իր վկայությունը տա ինքն էլ մայր դժվարություններով անցած կրակով ջրերով փոթորիկներով բայց դեռ միգուցե էլի անցնում է բայց Տերը մեր քրոջ հետ է Եվ ասեցի գիտես Լուսինե ջան Տերը քո կյանքի մեջ շատ բան արել մենք գիտենք բայց լավ կլինի որ եկեղեցին լսի որպես մայր Էմանուելի մասին գիտենք հիշում ենք աղոթել ենք ինչ հրաշքներ Տերը արեց քույրս քո վկայությունը տաս ամեն Բարի օր սիրելիներս կներեք ահա որ հուզված եմ կաշխատեմ չլացել իմ առաջին անգամա որ այսքան մեծ խմբի մեջ կարող եմ միկրոֆոն վերցնել եւ խոսել Կուզեմ իմ հրաշքներից պատմել իմ կյանքի Ես այսօր 47 տարեկան եմ ունեմ երկու մայր օրհնված եմ երկու մայրով Մի մայրս 1 տարի առաջ եմ հացել իսկ մյուսը դեռ խնամում եմ տանն է Երբ որ մայրս ինձ ունեցել է կոմայի մեջ անգե Եվ կոմայի մեջ ընկնելով մորքուներս ու տատիս որոշել են, որ չգիտեն բժիշկը հույս չի տալիս Ինչ պիտի անենք, տանում են ինձ և եղբայրներիս մանկատուն Մանկատունը ինչի վերցնում Ասում են ես երեխան մեռնելու վրա է տարեք մեզի պիտ չի Տանում են մալացիա հիվանդանոցի մորգում ու այդտեղ գիշերով ցրտին Պապայի սնգերը անցնելուց իսկ ցրտին իսկ կոտունը ստեղ որտեղ է որ մլավում է Գալիս է մորգի մոտ մտնում է որ ողջ եմ դեռ Հանում են բարձրացնում են վերև խնամում նորոգում ու զանգում է մի քանի օր հետո պապայիս ասելով որ գիտես ինչ կա Ստեղ երեխա կա, անտեր է, բերել են որ մեռնելու պատճառով, բայց ողջ է, տեր չկա Ասված նորից ձեռքս բռնում է ու որդեգրում են ինձ, պահում են իմ ծնողներս Պահում են թագուհու նման Պահում են երջանիկ, սիրով Շատ մեծ սեր, շատ մեծ ուրախություն ու հպարտ եմ ես այսօր, որ ես որդեգրվել եմ իրենց կողմով Բայց 1990 թվականին որոշեցին, որ բերեն Ամերիկա, որտև մամայիս, պապայիս սրտում վախ կար Վախը այն էր, որ մի օր ինձ իրանցից կտանեն Որտև ունեի մեծ, ես չիմանալով, որ ունեմ մեծ հարազատություն Մեծ ընտանիք Եկանք Ամերիկա 1 տարի ու կես չանցած հայրս մահացավ ավտովթարից Փողոց անցնելուց անցել էր մեքենախփե ու տեղնուտեղ մահացել էր Մորս հոգեկան վիճակ ամբողջովին խախտվեց Ինձ տնից դուրս արեց Ինձի պետք չես Ես քեզ պահում էի հորդ համար Իմ ընտանիքս լրացնելու համար, որտև իրանից էր, որ մենք չենք կարա, ես կարա ես ավակ ունենայի, դու ինձ պետք չես։ 16 տարեկանից դրսերն եմ եղել, փողոցներում։ Բայց միշտ հավատք եմ ունեցել, միշտ ձայն եմ լսել, բայց տեղին չեմ տվել այդ ձայնին, ներսիցս ձայնը եկել է, բայց չեմ հասկացել այդ ինչը, կորած, մոլորված մանը մեկ է, ու մի քանի ամիս անց կանչում են տուն, եսի քո ամուսինն լինելու, ամուսնանում ես, ինձանից 18 տարի մեծ տղամարդու հետ, Ճարս ինչը, որ դուրսը չքնեմ, գունե տանիք կունենամ,
ամուսնանում եմ։ Առանց հարսանիքի միայն հորս նպատակն էր, որովհետև գիտեի, որ ես սպիտակ շոր հագնեի, ինձ տեսներ այդ սպիտակ շորի մեջ, հագնում եմ սպիտակ գեստը եկեղեցի ու վերջ։ Շատ աղջիկների համար այդ երազանքից մնացած երազանքներ լրիվ փշրված, կոտրված ման եմ գալիս։ Հայաստան ամուսնացանք, ունեցա դուստրս, աղջիկս Աննան, որ այսօր արդեն 31 տարեկան է։ Չգիտեի մայրը ինչը, չգիտեի քնքշանքն ինչը, չգիտեի գուրգուրանքն ինչը, բայց փառք Աստծո, շատ բաներ սովորելով, տեսնելով, ոտքի կանգնեցի։ Ընտանիքս ուզում էի ամեն ձևով ամուր պահեի, չհասկանալով ինչը։ Ծեծերի ջարդերից փախնելուց, որ ես չգիտեի ինչի համար եմ այդ հարված ուտում, ինչ էր, ինչն եմ սխալ արել, որ մոլորված էի։ Անցավ ժամանակ ունեցա երկրորդ զավակս, Էմանուելս։ Նորից նույն բաները, դու գերես, դու չաղ ես, դու անպետք ես, ոչ մեկին պետք չես։ Մորս եմ ասում, մայրս ասում է, քո ընտանիքն է, էտա, կուզես ուզի, չես ուզում մի ուզի, այս դռները փակ է, չես կարող գալ այստեղ։ Ու ստիպված աղոթում էի, բայց չգիտեի ում էի աղոթում, Հիսուս էի կանչում, բայց չէի հավատում զորությանը, չէի ճանաչում։ Ու մի օր ամուսինս երբ որ տուն եկավ, նորից հարբած էր։ Ու գիտեիմ, ասի մամանա կանչե, պիտի գնամ։ 2-3 շոր եմ վերցրել ընդամենը ու փախել, առանց ետ նայելու։ Գնացի մամայի տուն, ասի մամ, տեղ չունեմ, խնդրում եմ, ազատի ինձից։ Ես չեմ կարող, ասեց, քո ընտանիքին է դուռը փակեց երեսիս։ Ու 6 ամիս ես իմ երեխաներիս հետ Յոսեմիթի փառքում եմ ապրել։ Ընդամենը գնել եմ չնչին գումարով մի հատ այն պալատկա այնս տնակ ու այցև երեխաներիս հետ 6 ամիս։ Փառք Աստծո, ինձի Հիսուսը նորից փրկեց, նորից ազատեց, որտև գիտեի ինքը դեպորտա լինելու։ Ինձանով էր, որ մենակ կարող էր ինքը հաստատվել Ամերիկայում, ու ես չկայի, որ ինձի գտնեին, որ ինչ-որ իր հարցերը լուծեի։ Անցա շատ բաների մեջով, շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ Հիսուսին։ 18 տարի միայնակ 2 երեխաներիս մեծացրի, թե լավ, թե վատ, իմ հնարավորությունների չափով հասրի։ Երբ որ տեղափոխվա 6 տարի առաջ Սակրամենտո, աղջիկս արդեն ամուսնացած էր, 1 զավակ ուներ։ Տղայիս մոտ հասունացման շրջանին հոգեկան խանգարման նշաններ եկավ։ Որպես մայր իրեն զավակները թերի են։ Ոչ մի թերություն չուներ, ով ինչ ասում էր, ասում էի, չէ, լավ է, նորմալ է, տարիքային է, կանցնի։ Տեսի տարիքային է, կանցնի, գնալով խորացավ, այն աստիճան խորացավ, որ մի օր հանկարծակի ես աշխատում էի մամային միամիտ պատուհանը փակելու բացելու համար վիճել էին, դե թույլ է ինքը։ Ընկել էր և ոսկորն էր կոտրել։ Այդ կոտրման համար տղայիս ուզում էին բռնեին 9 տարի տային։ Ինքը այդ վախից փախավ, տարի ու կես փողոցներում,
Մայրես, դու կարող ես քնել, կարող ես գլուխը դնել բարձին, խնդրեմ։ Չեմ կարում խոսամ, ման եմ գալիս, ում եմ խնդրում, աղաչում եմ, որ օգնեք ինձ, երեխուս փրկեմ, ոչ մեկը, մոլորված, միայնակ, շատ եմ գնացել, միշտ եկեղեցի եմ գնացել եմ տարիներով, զգացել եմ ուժ, բայց չեմ հասկացել ոչինչ։ Տարիներն անցան, դժվարություններն էլ հետը։ Եկա Լավաշլենդ Նարինեի քրոջս տեսա։ Հրավիրեց եկեղեցի, գնում եմ, տարբերություն չկա, ինչն է տարբերությունը, հենա, այսքան պրոբլեմների մեջ մեկը ձեռք չի մոգնում, որ ասի լավ, ես ինչով դուրս գամ այս ամեն ինչի միջից, ոչ մեկը։ Ասես դու արի ու հավատա, ասի հավատում եմ, ասես դե փորձի, քայլ արա։ Ու օրերից մի օր այն, որ ասենք անհույս, անհավատ վիճակում փորձեցի քայլ անել, գալ։ Ու էդի իմ ամենակայլերից ամենակարևոր, չեմ կարող բացատրել քայլերից մեկը եղավ, որ ես կարողացա իրոք ճանաչել Հիսուսին, որ իրոք տեսնել նրա հրաշքները, իրոք լսել Սուրբ Հոգու ձայնը, երբ որ խոսում է քո մեջ։ Ու ես լսեցի դա առաջին անգամ գալով այս եկեղեցիում։ Ով ինձ գիտի, բոլորը գիտեն, Լացկան Լուսինեն։ Ինչա, երկու բառ խոսում է, լացում է։ Բայց ես տեսա այդ ամեն ինչը այս եկեղեցիում։ Ընտանիքը, որ չունեի, գտա այստեղ։ Այսօր այնքանով եմ գոհ իմ Հիսուսից, այնքանով եմ գոհ այս եկեղեցում, որ շրջապատված եմ լիքը մայրերով, որ երազել եմ այդ մայրական ջերմությունը, այդ գրկանքը, որ չեն դուրս շպրտել ոչ պետքական ապրանքի նման։ Ռուզան քրոջս մի հատ այդ արմուր գրկել է ինձի, որ գալիս գրկում է, իմ համար միլիոն է։ Դրանից մեծ երջանկություն չունեմ։ Ու այսօր փառք եմ տալիս Հիսուսին, որ այդքան դժվարությունները անցնելով տղաս կողքիս է, առողջ։ Աղջիկս կողքիս չի, բայց կողքիս է հոգեպես, առողջ։ Այսօր զանգում է, խոսում է հետս։ Իրոք շնորհակալ եմ իմ տուն, որ իմ տունն եմ համարում։ Շնորհակալ եմ Հիսուսից, որ հոգով սրտով կարացա սովորեմ աղոթել ըստեղ, որ այն պատները, որ շարում եմ ես իմ համար, այսօր տվել եմ իրան։ Ու ինքը ամեն անգամ այդ պատերը քանդելուց առանց ես իմ ոնց ասեմ առանց իմ այդ ջանք թափելու պատերը բացվում են, օրհնությունները գալիս են, ու այսօր մենակ չեմ։ Այսօր մենակ չեմ, շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ Հովիվ ջան, շնորհակալ եմ եղբայրս։ Կներեք, շատ բան ուզեցա ասեմ, բայց ժամանակը կարճ է, որ քույրս զանգեց ինձ ասեց, եղբայր ուզում է, որ դու խոսաս, ամբողջ ջանով դողում էի, նորից սատանան փորձեց ինձի, որ չխոսամ։ 5 շաբթի գնացել եմ Վեգաս աղջկաս մոտ, որ ինքը գործուղման պիտի գնար, որ ասի ժամանակ կունենամ հանգիստ, երեխեն դասի, կնստեմ, մտքերս կհավաքեմ, սիրուն կգրեմ։ 2 ժամ հետո երեխու դպրոցից զանգ եմ ստանում, 40 աստիճան ջերմությամբ այրվում է, եկեք տարեք երեխային։
Սատանան գործում է քույրերս ու եղբայրներս։ Գործում է անդադար։ Բայց այնքան հրաշալի է, այնքան հզոր ես դու զգում, երբ որ կարում ես հավատաս հոգով քո սրտով այդ ամեն ինչին։ Ու հավատաս, որ էլ մենակ չես։ Մենակ չես։ Անպետքի նման նետված չես։ Հոր կողմից սիրված ես, որ այսօր ստեղ եմ կանգնած ձեր բոլորի առաջ ու շնորհակալություն եմ հայտնում բոլորի աղոթքների համար։ Շնորհակալություն, մայրերս։ Ձեր տոնը շնորհավոր։ Հալելույա, փառքերը Հիսուսին։ Հալելույա, այս վկայությունը 100 տարի անցնի էլի կհիշեք, իմ քարոզները չեք հիշի, հաստատ եմ ասում որտեղ։ Քարոզը օգնում է քայլ անես, բայց վկայությունը հայտնության գրքի մեջ ասում է եւ նրանք փրկվեցին գառան արյունով եւ իրենց վկայության խոսքով։ Ամեն սիրելի եկեղեցի։ Մեր երեխաները գալիս են պետքա երգեն, դրանից առաջ ես կուզեմ մի փոքր խոսք խրախուսեմ մայրերին եւ հետո երեխաները կերգեն, հալելույա, փառքեր Հիսուսին։ Խոսքը սիրելի մայրեր, ես ընտրել եմ Ղուկաս ավետարան առաջի գլուխը 39-ից 45 համարները։ Հիշում եք, Մայրամը, Հիսուսի մայրը, նա գնաց Եղիսաբեթին այցելի։ Ասում եմ, նոր կտակարանը լի են մայրերով, 5 կտակարանը հաղթական մայրերով, հալելույա։ Եվ հետաքրքիր ասում է, եւ այդ օրերին ասում է, Մայրամը վեր կացավ շտապ, գնաց Լեռնային Հուդայի մի քաղաք, մտավ Զաքարիայի տուն ու Եղիսաբեթին ողջունեց։ Այստեղ Եղիսաբեթը արդեն մոտ 6 ամսական հղիությամբ, Հովանես Մկրտիչը, երբ Եղիսաբեթը Մայրամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգով լեցվեց։ Հալելույա։ Սիրելի մայրեր, Սուրբ Հոգով լեցվեք։ Սուրբ Հոգով լեցվեք։ Երբ որ Սուրբ Հոգով լեցվեց, ասում է բարձրաձայն գոչեց ու ասաց. Օրհնյալ ես դու կանանց մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Այս որտեղից էր, որ իմ տիրոջ մայրն առաջի անգամ, տեսեք, մայրը առաջի անգամ կինը մայրն է դավանել փրկի մասին, Հիսուսի մասին, որ Հիսուսը Տեր է եւ Աստված է։ Նոր կտակարանում ամեն առաջի անգամ Սուրբ Հոգով լեցված այս Եղիսաբեթը քույրը, հալելույա։ Եվ ասում է օրհնյալ ես դու, ասում է, ով իմ տիրոջ մայրն, ասում է, որ ինձ մոտ եկավ, 44 համարը թող լինի ձեզ խոսք մայրեր, որովհետև երբ քո ողջույնի ձայնը ականջներիս հասավ, երեխային իմ որովայնում ցնծությամբ խաղաց, 45-ը լսեք, եւ երանի նրան սիրելի քույրեր, որ հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել էին իրեն։ Լսում եք ինչ է ասում Եղիսաբեթը։ Երանի քեզ Մայրամ, երանի ձեզ մայրեր, որ հավատացիք, որ այն բոլոր բաները, որ ասվել են, ձեզ կկատարվեն։ Միգուցե մենք հիմա նայում ենք մի շատ մայրերի Աստվածաշնչի մեջ, նոր կտակարանի, դա ասում ենք դա Մայրամն էր, դա Եղիսաբեթն էր, նա Աննան էր, Դեբորան էր։ Նրանք ընտրված էին, հասկանում եք, բայց խոսքը գալիս է երանի նրան, որ հավատաց։ Սրանք եղել են սովորական նորմալ մայրեր, ինչպես մեր Լուսինե քույրը, կյանքի փորձություններով, խնդիրներով այսպես անցած, բայց մայր, որ հավատացել է։ Եվ հիմա հարցը սա է, սիրելի քույր եղբայրներ։ Ինչ կլիներ, եթե Մայրամը չհավատար։ Ինչ կպատահեր, եթե Գաբրիելը եկավ, խոստումը տվեց, ասաց. քեզանից Մեսիան պետք է ծնվի։ Քո հղիությունը Սուրբ Հոգուց պետք է լինի։ Եվ Մայրամը մերժեր, չհավատար, երկմտեր։ Ես հավատում եմ, որ միգուցե Տերը կարար մի ուրիշի ընտրեր։
Տիրոջ խոսքը այո եւ ամենա, Տերը կանի իր խոստումները, սիրելի քույր եղբայրներ, հասկանում եք։ Եվ այստեղ Եղիսաբեթը ասում է. երանի նրան, որ հավատաց։ Երանի այն հավատքը, որ դուք հիմա ունեք։ Երանի այն հավատքը, որ Տերը ձեր մեջ դրել է հավատալու ամեն մի խոստումները, որ Տերը ձեր կյանքի մեջ անելու է, փառքեր Հիսուսին։ Ամենաառաջի խոստումը 7 խոստումներ կուզեմ այսօր հռչակել մայրեր ձեր կյանքի մեջ։ Ամենաառաջինը, որ հավատքի խոստումը պարգևատրվում է։ Այն խոստումը, որ գալիս է հավատքից եւ հավատքով մեջդ պահում ես, Տերը անելու է դա։ Գործք առաքելոց 16:31-ի մեջ տեսնում ենք, որ ասում է. եւ նրանք ասացին. հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվեք դու եւ քո ամբողջ ընտանիքը։ Եվ այս բանտապետը ընդունեց եւ իր ամբողջ ընտանիքը, ասում է, միասին փրկին, հավատացին եւ ընդունեցին։ Ամեն։ Սա հիմքն է ամեն մոր աղոթքի։ Փրկիր իմ ընտանիքը, փրկության դուռ բացիր, Տեր Հիսուս Քրիստոս, հալելույա։ Եվ Տերը Նոյին ասաց. մտիր տապանի մեջ դու եւ քո ամբողջ տունը, տեսեք։ Ես հավատում եմ, որ առողջ մոր կողքին միշտ կա առողջ ամուսին կանգնած, հալելույա։ Եվ այս ճանապարհը միասին ենք անցնում, սիրելի քույր եղբայրներ։ 2013-ին, երբ որ ձեռնադրությունս պետք է լիներ, ինձ եղբայրները խորհուրդը առանձին ինտերվյու արեց, Վարդուն առանձին, որպեսի տեսնեն արդյոք սուպորտ կանի այս ծառայությանը, ամեն։ Իմ կյանքի ամբողջ հաջողությունները եղել է, որովհետև առողջ մայրա կողքս եղել։ Ու միասին ենք այս ճանապարհը անցել։ Սիրելի եղբայրներ, խրախուսում եմ ձեզ, դուք էլ ձեր կանանց խրախուսեք, նրանց կողքը եղեք, նրանց ձեռքերը բարձրացրեք, ամեն։ Հավատքի ժառանգությունը խոստում է, սիրելի քույր եղբայրներ, հավատքի ժառանգությունը։ Տեսեք Տիմոթեոսին ինչ է ասում Պողոս առաքյալը, երկրորդ Տիմոթեոս 1:5 խոսքն ասում է. մտաբերում եմ այն անկեղծ հավատքը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդիա տատի ու քո Եվնիկե մոր մեջ, համոզված եմ, որ նաև քեզանում է։ Որտեղից Տիմոթեոսը Տիմոթեոս դարձավ։ Երկրորդ սերունդը, առաջի սերունդը հավատք են փոխանցել։ Երանի նրան, որ հավատաց, երանի մայրամ, որ հավատացիր, Քրիստոսը քեզանից պետք է ծնվի։ Մայրեր, երանի ձեզ, որ հավատում եք, դուք տեսնելու եք ձեր որդիների հավատքի ժառանգությունը։ Խոստում չեմ տալի, որ դուք տեսնելու եք մեծ ֆինանսական, եսի մինչեր փառք Աստծուն, Տերը դա էլ կանի, բայց հավատքի ժառանգություն, ամեն, հալելույա։ Ապահով եւ պաշտպանված լինելու խոստում է Տերը ձեզ տալիս։ Երրորդը Հիսուսի անունով։ Հիշում եք Մովսեսի մայրը ինչ կատարվեց։ Երբ որ փառավոնը ասել էր ձեր նոր ծնված երեխաներին պետքա գցեք այդ գետը, ամեն մի արու զավակ պետքա վերցնեք ու գետը նետեք։ Եվ մի պահ պատկերացրեք, երևի մայրերը սա լավ կհասկանան։ Ինչ պետք աներ Մովսեսի մայրը։ Ասում է Մովսեսի մայրը վերցրեց եւ ասում է եւ այլևս չկարողացավ նրան թաքցնել փառավոնից, նրա համար վերցրեց եղեգից մի տապանակ կուպրով եւ ձյութով ծեփեց, տղային դրեց նրա մեջ եւ տապանակը դրեց գետի եզերքին եւ ասում է շեմբերի մեջ, ասում է ուղարկեց։ Այսպես ամեն մի չափահաս երեխան, որ մեծանում է ուղարկում ես։ Հիմա գնա քոլեջ, հիմա պետք է առանձին ապրես, հիմա հասկանում ես, արձակում ես երեխայիդ, որ գիտես աշխարհի մեջ է, բայց աշխարհը նրա մեջ չի, աշխարհը այդ տապանի մեջ չի։ Ես նայում եմ, ասում եմ, որտեղից այսպիսի մեծ հավատք, սիրելի մայրեր, Մովսեսի մայրը գտավ, որտեղից այս հավատքը գտավ։ Եթե ոչ նա կարդացել էր գիրքը, ոնց է Նոյը տապանը կառուցել, ոնց այդ նույն ձևերով, այդ նույն բաներով վերցրել ձյութ ամեն բան եւ այդ մեծ տապանն է կառուցել եւ Աստված փրկել է մի ամբողջ ընտանիք։ Հասկանում եք։ Եվ այստեղ ասում է եւ նա էլ նույն ձևով վերցրեց եղեգից մի տապանակ պատրաստեց։ Եթե Տեր արել է իմ հայրերի համար, առաջի, երկրորդ, երրորդ սերունդի համար, Տերը կանի այս սերունդի համար էլ, ամեն։ Հալելույա։
Փառքերի Հիսուսին սիրելի մայրեր։ Պատասխանված աղոթների խոստում Աստված տալիս, Աստված լսում է մոր աղաղակը։ Աստված լսում է։ Իր ժամանակին պատասխանելու է ամեն մի աղաղակ, ամեն մի աղերսանք, որ մայրը բարձրացնում է իր զավակների համար։ Եվ հետաքրքիր է, մենք կարդում ենք Գոհարքույրս նշեց Աննայի մասին, որ Աննան մի երեխա էր ուզում։ Հասկանում եք, չէր ստացվում, չէր լինում։ Աղերսանք, լաց։ Եվ հետաքրքիր է, երբ որ արդեն Աստված խոստումը տալիս է, որ դու պետք է որդի ունենաս, եւ ելի եմ ասում, եւ երանի նրան, որ հավատաց, որովհետեւ կկատարվեն այն բոլոր բաները Տիրոջ կողմից, որ ասվել են, եւ այդ ժամանակ ասում է, Աննան ասում է, ինչ ասեց. Ես աղոթեցի այս տղայի համար, ոչ թե ուղղակի աղոթելա, ասել է հələ ինձի տղա կտաս։ Հատուկ, դու ինձ պետքա տղա տաս։ Ինձ եթե տղա տաս, իմ տղային շնորհելու եմ տաճարի համար, Տիրոջ ծառայության համար, ավելի սպეციფիկ աղոթք արել։ Ես աղոթեցի այս տղայի համար եւ Տերը կատարեց իմ խնդրանքը, ինձ տվեց այն ինչ խնդրեցի նրանից։ Ամեն մի աղաղակ, ամեն մի աղոթք մայրեր լսում է մեր Աստվածը։ Սարան, Ռեբեկան, Ռաքելը, Աննան, Սամսոնը, հասկանում եք, բոլորը փնտրել են զավակ ունենան ու չեն ունեցել, բայց Տերը երևացել է եւ ասել է հաջորդ տարի այս ժամանակ դու որդի ես ունենալու։ Հալելույա։ Տերը թող ձեր աղոթները լսի ու պատասխանի։ Ինչ խնդրված կա սիրելի մայրեր ձեր սրտերի մեջ, եթե Տերը պատասխանել է Սարային, Ռեբեկային, Ռաքելին, Աննային, Սամսոնի մորը, սիրելի քույր եղբայրներ, Եղիսաբեթին, ամեն, Տերը ձեր աղոթներն էլ է պատասխանելու։ Միայն հիշեք այս խոսքը եւ երանի նրան, որ հավատաց, որովհետեւ կկատարվեն այն բոլոր բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են։ Հավատում եք։ Գրեք այն բաները, ինչ որ Տիրոջ կողմից ասվել են։ Հաղթանակի ու ազատագրման պատասխան է Տերը տալիս մայրերին, սիրելի քույր եղբայրներ։ Եվ ասում է, հիշում եք, երբ որ Ահարոնը եւ Մովսեսը Կարմիր ծովը անցան, սիրելի քույրեր, լսեք, Կարմիր ծովը անցան, եւ ասում է Ահարոնի քույր Մայրամը Մարգարեուին ու իր ձեռքն առավ թմբուկը եւ բոլոր կանայք թմբուկներով եւ պարերով դուրս եկան նրա ետևից։ Սիրելի մայրեր, կա լացելու, աղաղակելու ժամանակ, կա այդ ժամանակները, բայց կա պարելու ժամանակ։ Եկեք բուրը ծափերով շնորհավորենք ձեր օրը Հիսուսի անունով, օրհնված լինեք, օրհնված լինեք։ Ասում է թմբուկով, ասում է ու բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան։ Ծովը անցնելու եք, դժվարությունները անցնելու եք, մասնակցելու եք ձեր որդիների հարսանիքին, խնջույքներին, ձեր աղջիկների, ու դուք նույն այս թմբուկի ու բարի ձայնն եք լսելու, ասա ամեն, հալելույա, թող Տերը օրհնի ձեզ։ Մայրամը երգեց, նրանց օրհներգեց Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված մեր Տերը, հալելույա, ձիուն ու ձիավորներին ծովը գցեց, թշնամու բանակը ծովը գցեց։ Միգուցե հիմա մայրեր կաք, ասում ես բա տղաս բաժանման եզրինա, հարսս, աղջիկս, այո, Աստված ասում է ձին ու ձիավորը ասում է, ծովն եմ գցելու եւ ազատագրման տարի է լինելու ձեր որդիների համար, մայրեր երանի նրան ով հավատաց, հալելույա, Աստվածային մխիթարության խոստում մայրերին։ Մենք մայրեր ունենք այստեղ, որ զավակ որդի են հողարկավորել, հասկանում եք։ Սա ամենադժվար բանն է։ Որդու համար որդին է պատար լինում ծնողին հողը հանձնելու, ծուր մնաց ծնողը որդուն կամ աղջկան, հասկանում եք։ Բայց Աստված մխիթարում է սիրելի քույր եղբայրներ, մխիթարից Սուրբ Հոգին։ Ղուկաս ավետարանը կարդում ենք մի այլ կնոջ մասին, Աննա անունով ծեր հասակով, նա սպասում էր, որ Հիսուսը պետք է գա։ Եվ ասում այնտեղ էր նաև Մարգարեուի Աննան, Փանվելի աղջիկը ասերի ցեղից,
Նա ինքը բավականին տարիքն առած էր եւ իր կուսության ժամանակից 7 տարի էր ապրել ամուսնու հետ։ Այդ 7 տարիները երազանք ունեցել, ամուսին կունենամ, տուն կունենամ, ընտանիք, լիքը երեխաներ։ Մեկ էլ հանկարծակի ինչ որ մի բան ա լինում ամուսնու հետ։ Եվ ամբողջ կյանքը նա սպասում է Քրիստոսին։ Մխիթարված, հալելույա, թող Տերը մխիթարի այն մայրերը, ովքեր մխիթարության կարիք ունեն, սպասելով, որ մեր Տերը Հիսուս Քրիստոսը շուտով գալիս է։ Երբ որ նա գա, նա մենակ չի գալու, նա գալու է ձեր բալեկի հետ, ձեր հարազատների հետ, փառքերը Հիսուսին։ Եվ Աստված վերականգնում է մոր ուրախությունը այս խոստումը, ամեն։ Հռութը այդ օրինակն էր, սիրելի քույր եղբայրներս։ Հռութը Նեոմին եւ ասма եւ կանայք Նոեմին ասեցին, օրհնյալ լինի Տերը, որ քեզ առանց մոտիկ ազգականի չթողեց, այլ այսօր, որ նրա անունը հիշվի Իսրայելի մեջ, մեր Լուսինե քույրը, այո Տերը քեզ առանց ազգականի չթողեց։ Այսօր այս տուն, այս եկեղեցին քո ազգականն է դառը, քո ընտանիքն է դառը քույրս, ամեն։ Տերը օրհնի սիրելի քույր եղբայրներս, հալելույա։ Ես կուզեմ մեր երեխաները գան, մեր Դանիելը գա, հալելույա։ Եթե կարանք միկրոֆոնը Հրաշքեր, չէ, սիրելիներ։ Հիմա մեր բալիկները պետք է երգեն, հա, մայրիկների համար։ Դե բեմ բարձրացեք, սիրելի երեխաներ։ Հալելույա, հալելույա։ But
Sirome